Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ալբանիայում է, որտեղ մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։ Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստան-Ալբանիա հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադառնալով տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, երկուստեք ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը ի նպաստ տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ապահովման։ Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Աստանայում հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ։ Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցեր։ Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախագիծը, կարևորել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցության հաստատումը։ Աշիմբաևը ողջունել է 2026 թվականին Հայաստանում կենսաբազմազանության 17-րդ համաժողովի անցկացումը և նշել, որ Ղազախստանը ևս մասնակցելու է այդ կարևոր իրադարձությանը։ Խորհրդարանը այսօր արտահերթ նիստ է գումարել օրակարգում մեկ հարցեր՝ ռազմաարդյունաբերական համալիրի մասին օրենքում լրացում կատարելու նախագիծը։ Հիմնական զեկուցողի խոսքերով այն միտված է բարելավելու ռազմաարդյունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ ու նպատակային կառավարումը և իր բնույթով տեխնիկապես պարզ, սակայն ռազմավարական առումով առանցքային կարևորություն ունի մեր պետության պաշտպանական և տեխնոլոգիական ապագայի համար։ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև և այս իրողության պայմաններում մեր պետության ռազմաարդյունաբերական կարողությունների զարգացումն ու ինքնաբավության մակարդակի բարձրացումը դարձել է խիստ անհրաժեշտություն։ Ռազմաարդյունաբերական ոլորտը մեր ազգային անվտանգության հիմնասյուներից մեկը պետք է լինի և դրա արդյունավետ զարգացման համար պետք է ապահովի համապատասխան օրենսդրական հենք։ Նախագծով ռազմաարդյունաբերական համալիրի մասին օրենքը լրացվում է նոր 4.1 գլխով, որը սահմանում է օրենսդրորեն ամրագրել լիազորություն կառավարության համար, որով նա կարող է որոշել պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը տրամադրել ռազմաարդյունաբերական համալիրի սուբյեկտներին նոր արտադրատեսակների մշակման, արդիականացման, նորոգման կամ փորձարկումների նպատակով։ Նախագծով նաև սահմանում է, որ այդպիսի գործարքների իրականացումը կկատարվի լիազորված մարմնի միջոցով ՀՀ կառավարության որոշման հիման վրա։ Սա կարևոր է գործընթացի վերահսկելիության ու թափանցիկության երաշխավորելու համար։ Այս կարգավորումը ոչ միայն անհրաժեշտ է ռազմաարդյունաբերության սահուն զարգացման համար, այլև կարող է խթանել գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական գործունեությունը, նպաստել տեղական ինովացիաների զարգացմանը և միաժամանակ ստեղծել վերահսկելի մեխանիզմներ պետության կողմից սեփական ռեսուրսների գործառնական օգտագործման համար։ Ելնելով այս փոփոխության տրամաբանությունից ակնկալում ենք հետևյալ հիմնական արդյունքները. տեղական արտադրողների տեխնոլոգիական ազատության ընդլայնում, պետական ռեսուրսների նպատակային կիրառություն, նորարարության խթանում ռազմաարդյունաբերության ոլորտում, պաշտպանական անկախության աստիճանական խորացում։ Նախագիծը մշակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ սերտ համագործակցությամբ և բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 21-26 թվականների ծրագրային դրույթներից, մասնավորապես ռազմաարդյունաբերական ներուժի զարգացում, արտադրական շղթայի ամբողջական ապահովում և տեղական հնարավորությունների ընդլայնում։ Նախագծի իրականացումը չի հանգեցնում բյուջետային ծախսերի ավելացման։ Հարգելի գործընկերներ, այս նախագիծը ոչ միայն տեխնիկական լրացում է, այլև համակարգային քայլ մեր ռազմաարդյունաբերության ներուժը լիարժեք օգտագործելու և զարգացման նոր փուլ մտնելու ուղղությամբ։ Մայիս ամսին դեռևս մենք նախատեսել էինք տարատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել 1 տասնյակից ավելի ռազմաարդյունաբերական ընկերությունների, որոնք մի քանի նպատակով են դրանք
ստանալու համար մեզ դիմել, մասնավորապես նոր տեսակի նոր զինատեսակների արտադրության եւ դրանց պետական փորձարկման տանելու նպատակով հիմնանորոգման աշխատանքների, արդիականացման աշխատանքների եւ օգտահանման նպատակով, այսինքն մի քանի նպատակ է ունեցել այս օրինակ նախագծի հիմքում դրված եւ մեխանիզմ ստեղծելու համար եւ մայիսին մենք ակնկալում էինք, որ համապատասխան իրավական ընթացակարգերով առաջնորդվելով մենք կկարողանանք այս աշխատանքը պատշաճ կերպով իրագործել, սակայն կառավարության գործընկերների հետ, հատկապես մեր իրավաբան գործընկերների հետ հավերժ եւ անվերջանալի թվացող քննարկումները ստեղծում էին ռիսկ նախատեսված ժամկետներում այս աշխատանքը պատշաճ չկատարելու, հետևաբար մենք ընդունեցինք գործընկերների առաջարկը արդեն օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու, որպեսզի մենք համապատասխան լիազորող նորմ ունենանք սահմանված օրենսդրության մեջ, որը հնարավորություն կտա կառավարությանը արդեն շատ արագ 1-2 շաբաթվա ընթացքում օրենքը ընդունվելուց հետո համապատասխան ռազմամթերքը, զենքերը եւ լրամասերն ու բաղադրիչները, որոնք հանդիսանում են պետական սեփականություն, տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին։ Ուստի եւ եւս մեկ անգամ հույս ունեմ, որ դուք ըմբռնումով եք մոտենում այս հապճեպությանը, բնականաբար նաեւ միևնույն ժամանակ ստանձնելով պատասխանատվություն ապագայում հնարավորինս չեզոքացնել այս օրինակ նախադեպերը։ Վարորդականի քննությունից բացասական գնահատական ստացողները 45,000 դրամ վճարելով կկարողանան հաջորդ օրը վերահանձնել այն։ Այս եւ մի շարք այլ որոշումներ են ընդունվել կառավարության այսօրվա նիստում։ Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 67.5 միլիոն դրամ Եվրամիության 7 նորմերի մոտարկման եւ տեղայնացման կանխավճարի տրամադրման համար։ Նախագիծը բխում է մեր երկրի ու Եվրամիության միջև կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների կատարման, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության ոլորտում եվրոպական երկրների հաջող փորձառության, տեխնոլոգիական նոր լուծումների ներդրման անհրաժեշտությունից կդիտարկվի հետեւյալ նորմատիվ ակտերի մոտարկման գործընթացը։ Առաջինը ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, երկրորդը երկաթուղիներ, երրորդը օդափոխության, ջեռուցման, օդի լավորակման համակարգեր, չորրորդը օդանավակայաններ, 5-ը ավտոլիցքավորման կայանների կազմակերպում, հրդեհաշիջում, 6-ը ինժեներագեոդեզիական հետազննում եւ 7-ը շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգություն։ Եղիազարյանն ասաց, որ նորմերի մոտարկման ծառայությունների ձեռքբերման համար ակնկալում են ունենալ եվրոպական նորմերի մշակման փորձառություն ունեցող կազմակերպության եւ համապատասխան փորձառությամբ տեղական ընկերության համագործակցություն, այսինքն կիրականացնեն միջազգային մրցույթ։ Հաջորդ նախագծով կրկնապատվելու է տնտեսվարողների ֆերմերների հնարավորությունը, որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։ Նախարար Գևորգ Պապոյանի խոսքով ներկայումս ֆերմերը կարող է մինչեւ 250 միլիոն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում եւ չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա ձեռք բերել։ Մենք 250 միլիոն դրամի շեմը բարձրացնում ենք մինչև 500 միլիոն դրամի, որը կօգնի, որպեսզի տնտեսվարողները ավելի շատ գյուղտեխնիկա կարողանան մատչելի գներով ձեռք բերեն։ Պապոյանն ասաց, որ այս պահին 2854 լիզինգ առուկ կա, որոնց տրամադրվել է 4333 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում 1523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն եւ 2790 միավոր այլ գյուղտեխնիկա, օրինակ շարքացան։ Հաջորդ նախագիծը ներկայացրեց նախարար Անդրեասյանը, նշելով, որ բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահենք կրթության օրակարգից։ Նախարարն ասաց, որ խաթարված է նաեւ բու հետազոտություն տնտեսություն եռանկյունին, ոլորտում կա նաեւ դեմոգրաֆիական խնդիր, իսկ բուհերում դասավանդող անձնակազմի 51%-ը գիտական աստիճան չունի։ Ըստ այդմ մշակվել են բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնց շրջանակում առաջարկվում է կրթության մատուցումն ապահովել լիցենզավորման եւ հավատարմագրման միջոցով։
Ներդրվում է ոլորտի կառավարման թվային միջավայրը, որի միջոցով ուսանողները կկարողանան օգտվել տարբեր ծրագրերից ու ծառայություններից, իսկ բուհերը կիրականացնեն իրենց գործառնությունը։ Նախատեսված են ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր։ Մենք հրաժարվում ենք նպաստի մոտեցումից եւ կրթաթոշակային քաղաքականություն դառնում է պետական աջակցության հիմնական ձևը։ Նշվեց, որ այս կերպ կրթությունը կդառնա ավելի ուսանողակենտրոն ու ավելի ճկուն։ Կուսակցական անձինք եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք էլ չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում եւ ղեկավար պաշտոններում, ինչը արգելելու է բուհերում կուսակցական կամ այլ տիպի գործունեությունն ու քարոզը։ Նախագիծը կքննարկվի նաեւ ազգային ժողովում։ Հաջորդ նախագիծը վերաբերում է վարորդներին։ Ներքին գործերի նախարարությունը առաջարկում է վարորդական վկայականի իրավունք ստանալու քննությունից առաջին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննություն հանձնելու հնարավորություն։ Այն կազմելու է 45,000 դրամ։ Եվ առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե ոչ թե հաջորդ օրը անձի ցանկություն ունի, այլ երրորդ օրը, ապա այս դեպքում կրկին էքստրա վճարի տրամաբանության մեջ եւս 30,000 դրամ վճարելու պայմանով անձը կարող է շատ ավելի սեմ ժամկետում հանձնելու քննություն։ Սա իհարկե նախարարի փոխանցմամբ հավելյալ հնարավորություն է քաղաքացիների համար, իսկ ստանդարտ ժամանակը, որը 7 օր անց վերահանձնումն է, պահպանվելու է։ Կա նաև երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատականի դեպքում վերահանձման հնարավորություն։ 7-րդ օրը քննության մասնակցելու հնարավորություն եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ արդեն այս դեպքում 14-րդ օրը եւս քննությանը մասնակցելու հնարավորություն։ Արփինե Սարգսյանն ասաց, որ քաղաքացիներին հնարավորություն կտրվի հաշվառման համարանիշը ստանալ նաև փոստային առաքմամբ։ Համապատասխան վճարի դեպքում քաղաքացուն կառաքեն հաշվառման համարանիշը, եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում։ Հայաստանի Հանրապետության տարածքում կթույլատրվի նաև թվային տարբերակով վարորդական վկայականի եւ հաշվառման վկայագրերի շրջանառությունը։ Սարգսյան, հիմա ես կարող եմ իմ վարորդական իրավունքի վկայականը կոնվերտացնել թվայինի եւ չպահել ինձ մոտ վարորդական իրավունքի վկայական մեքենա վարելիս։ Միանշանակ, պարոն Գրիգորյան։ Սարգսյանը հավելեց, եթե կա բարեկային ծառայության կողմից արձանագրված ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում եւ եթե անձը չունի պլաստիկ վկայական, բայց կա թվային տարբերակով վկայականը, սա չի հանգեցնի որևէ վարչական պատասխանատվության կիրառման։ Որոշման այս նախագծերը ուժի մեջ կմտնեն 2025-ի սեպտեմբերի 1-ից։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի ստորագրումը շատ մոտ է։ Իր լավատեսությունը Միացյալ Նահանգների նախագահը բացատրել է նրանով, որ Թեհրանը համաձայնել է Վաշինգտոնի պայմաններին։ Թեման շարունակենք Արտյոմ Մերկանյանի հետ։ Արտյոմ, իսկ իրանական կողմից կան հավաստիացումներ, որ մոտ է պայմանագրի ստորագրումը։ Մինչ այդ ասեմ, որ Թրամփի հայտարարությունը իսկապես այսպես անսպասելի էր Քաթարում Քաթարացի եւ ամերիկացի գործարարների հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը ասել էր, որ Իրանը միջուկային գործարքի կնքման շեմին է եւ որ սկզբունքորեն ինչ որ իմաստով, հենց այդպես է նա ասել, ինչ որ իմաստով համաձայնվել է այդ գործարքի կնքմանը։ Պարզաբանել է, որ Իրանը հնարավորություն չի ունենա միջուկային զենք ստեղծելու, բայց դա իրան չի խանգարի մնալ մեծ գերտերություն։ Տեղեկությունները անուղղակիորեն հաստատել են նաև Թեհրանում Իրանի նախագահի խորհրդական Ալի Շահմանին NBC ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանը պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, եթե պահանջները լինեն արդար։ Պարզաբանել է, որ Թեհրանում համաձայն են չստեղծել միջուկային զենք, ոչնչացնել գերհագեցած ուրանի բոլոր ծավալները, որից հնարավոր է ստեղծել միջուկային զենք, բայց կշարունակեն հարստացնել ուրանը մինչև այն աստիճան, որը անհրաժեշտ է այն խաղաղ նպատակներով օգտագործելու համար, սակայն միջազգային դիտորդների վերահսկողությամբ։ Եվ դրա դիմաց ակնկալում են, որ Միացյալ Նահանգները, եվրոպական պետությունները կհանեն ցանկացած տեսակի պատժամիջոցները եւ այլևս չեն խոչընդոտի իրանական նավթի վաճառքին միջազգային շուկաներում։ Նաև Իրանը առաջարկում է միջազգային կոնսորցիում ստեղծել արաբական երկրների եւ Միացյալ Նահանգների մասնակցությամբ, որը կվերահսկի Իրանի կողմից իր պարտավորությունների կատարումը։
Ի տարբերություն 2015 թվականի գործարքի, որը ժամանակավոր էր, այսինքն 15 տարով էր նախատեսված, այս գործարքը ենթադրվում է, որ կլինի անժամկետ, եւ գլխավոր առանձնահատկությունը այն է, որ իրանացիները այս անգամ համաձայնվում են, որ միջազգային փորձագետների վերահսկողությամբ կատարվի այս ամենը։ Եթե հաջողվի գործարքի գալ, ապա անմիջապես Միացյալ Նահանգները եվրոպական պետությունները կհանեն ցանկացած տեսակի արգելքը իրանական նավթը վաճառելու, այն 7 միլիարդ դոլարը, որը սառեցված է իրանական փողերից Եվրոպայում եւ Ամերիկայում, կվերադառնա Իրան, պատժամիջոցները կհանվեն այն 17 իրանական բանկերից եւ հարյուրավոր իրանական ընկերություններից, որոնք այժմ չեն կարողանում զարգանալ այդ պատժամիջոցների պատճառով։ Եվ առայժմ հարցական է իրանական պահանջի կատարումը այն մասին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պետք է հանվի ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։ Ահա այս հարցում ոնց հասկանում եմ դեռ չլուծված հարցեր կան։ Եվ եթե այդ հարցն էլ լուծվի, կարող ենք ասել, որ պայմանագրի ստորագրումը, չգիտեմ, շաբաթների կամ օրերի հարց է։ Դժվար է ասել, իրավիճակը շատ արագ եւ կտրուկ է փոխվում, ընդամենը 2 շաբաթ առաջ, այսպես կտրուկ լարվածություն առաջացավ։ Միացյալ Նահանգները հրաժարվեցին Իրանի հետ բանակցությունների հերթական փուլին մասնակցելուց, Դոնալդ Թրամփը չափազանց կոշտ հայտարարություն արեց, ոչ միայն սպառնալով նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, այլ նաև սպառնած պատժամիջոցներով բոլոր այն երկրներին, որոնք Իրանից նավթ եւ քիմիական ուրեմն արտադրության արդյունաբերության նյութեր կգնեն, ինչը անուղղակիորեն կարող էր ազդել նաև Հայաստանի վրա։ Եվ անգամ այսօր խոստովանել է Դոնալդ Թրամփը, որ պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողություններ ծավալել եւ ինչպես ինքն էր ասել, ջախջախիչ հարված հասցնել։ Եվ դա չի կատարել միայն Քաթարի շեյխի խնդրանքով, որը համոզեց եւս մեկ փորձ ձեռնարկել Իրանի հետ պես բանակցությունների սեղանում լուծում գտնելու։ Հավանաբար այդ լուծումը գտնվել է, ամենայն դեպս վերջին հայտարարություններից այդպիսի տպավորություն է ստեղծվում, քանի որ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ, հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիթկոֆը նույնպես ասել է, որ բանակցությունների վերջին փուլը լավատեսություն է ներշնչում։ Եվ այդ ֆոնի վրա նաև նկատվում է, թե ինչպես են վերջին 2 շաբաթվա ընթացքում այսպես սառնություն է մտնում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև հարաբերություններում, ինչը եւս վկայում է այն մասին, որ Իրանի եւ Թեհրանի եւ Միացյալ Նահանգների միջև իսկապես կարող է ինչ-որ բեկումնային process նշмарվել։ Արդյոք իսկ այդ լավատեսությունը երևի նաև մեզ համար է։ Դե միանշանակ, եթե այդ լարվածությունը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև նվազի, մենք շատ ավելի այսպես հեշտ կկարողանանք կատարել եւ մեր տնտեսական զարգացնել համագործակցությունը Իրանի հետ եւ քաղաքական երկխոսությունը, քանի որ մեր նպատակն է եւ Արևմուտքի եւ Իրանի հետ հարաբերություններ զարգացնել։ Այստեղ տնտեսական ռիսկեր կային, քանի որ բնական է ներդրողները այսպես զգուշավոր էին հայ-իրանական նախագծերի մեջ ներդրումներ կատարում, քանի որ չգիտեին, թե ինչ զարգացումներ կարող է դա ունենալ։ Այժմ այդ ինվեստիցիոն ծրագրերը կարող են նոր հեռանկարներ ունենալ։ Բազմաթիվ իրանական ընկերություններ, որոնք աշխատում են Հայաստանում, դուրս կգան պատժամիջոցներից, ավելնորդ այսպես գումարներ կունենան իրենց ծավալուն պրոյեկտները ընդլայնելու համար։ Հայաստանում ֆինանսական բազմաթիվ իրանական ընկերություններ են տուժել ժամանակին պատժամիջոցներից, նույն այդ Մելատ բանկը։ Դե բացի այդ էլ ամենակարևորը քաղաքական հետևանքները, եթե նվազի պատերազմի վտանգը, կնվազի նաև Ադրբեջանի քաղաքական աշխարհաքաղաքական ծավալը Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Երուսաղեմի աչքերում, իսկ դա իսկապես կարող է շոշափելի ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական process-ների վրա մեր ողջ տարածաշրջանում։ Եվ պատահական չէ, կարծում եմ, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն, ով պատրաստվում էր 5-օրյա այցով Բաքու մեկնել, վերջին օրը չեղարկեց իր այցը։ Հավանաբար դա էլ ինչ-որ կապ ունի այդ Իրանի եւ Միացյալ Նահանգների այդ նշмарվող գործարքի հետ։ Շնորհակալություն Արտյոմ։
Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճ դադարից հետո եթերը կշարունակի հեռանկարը։ Հեռանկարը այսօր հյուրընկալել է Պաշտպան Հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ ենք նորից մեզ հյուրընկալվելու համար։ Ես նմանապես Միացյալ Նահանգների նախագահի ներկայացուցիչ Ստիվեն Ուիտկոֆը ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են այսպես կոչված Աբրահամի համաձայնագրի ստորագրմանը։ Աբրահամի համաձայնագիրը 2020 թվականին է ստորագրվել, վերաբերում է հարաբա-իսրայելական կոնֆլիկտին եւ Իսրայելը ստորագրել է Միացյալ Էմիրությունները, հետագայում Բահրեյնը եւ նաեւ Մարոկկոյը։ Մինչեւ այսպես առաջին հայացքից անհասկանալի է թվում այս ամենի հետ ինչ կապ ունի Հայաստանը կամ Ադրբեջանը։ Քանի որ արդեն հստակորեն ընդգծվում է նոր աշխարհակարգի ձևավորման ուրվանկարները, պետք է ասեմ, որ Մերձավարևելքը եւ Հարավային Կովկասը դիտվում է արդեն որպես նոր աշխարհակարգի հիմնական բաղադրիչներից մեկը։ Դեռևս 2020 թվականի սեպտեմբերին Աբրահամի այսպես կոչված պայմանագիր ասեմ, թե համաձայնագիր ասեմ, առաջ քաշելու ժամանակ, որը սկզբից միավորում էր ընդամենը 3 պետության՝ Բահրեյն, Իսրայել եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, հետագայում դա նաեւ ընդգրկեց գնալով թափ հավաքեց եւ ընդգրկեց նաեւ այսպես կոչված Լևանտի երկրների նկատի ունեմ Հյուսիսային Աֆրիկայի, այնուհետև միջերկրածովյան Mediterranean State, հենց այդպես էլ կոչում էր այդ երկրների մի հատվածը, որը իրենից ներկայացնում էր կներեք ոչ թե արաբա-իսրայելական կոնֆլիկտի, այլ արաբական աշխարհում եւ Իսրայելում կայուն խաղաղություն հաստատելու եւ անվտանգային համակարգ ներդնելու համար։ Սուդանի հետ չէ փորձը, բայց չստացվեց այդ։ Հիմա ես ասեմ հետեւյալը, ինչու են ընտրել նույնիսկ Աբրահամ բառը, ոմանք փորձում են դա կապել եբրայական Աբր եւ այլը ոչ։ Դա ընտրված է Աբրահամ Մարգարեի պատվին, որը եղել է համամասնական կերպով եւ հուդայականության եւ իսլամի մարգարեն։ Փորձելով դրանով ուրեմն վերել երկու ժողովուրդներին մերձեցման եւ հատկապես ներկա ժամանակահատվածում, երբ կարծեք թե եւ Իսրայելի թիկունքին է կանգնած Միացյալ Նահանգները որպես հզոր ռազմավարական դաշնակից եւ նաեւ վերջին մի քանի օրերի Միացյալ Նահանգների նախագահի այդ տարածաշրջան արաբական աշխարհ թույլ է տալիս արդեն ասելու, որ կյանքի է կոչում այդ համաձայնագիրը։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց խաղաղության եւ տարածաշրջանային անվտանգության հարցերով Ստիվեն Ուիտկոֆը վերջերս ուրեմն Բրեդ Թայմին տված իր հարցազրույցում Նյուզին տված իր հարցազրույցում հստակորեն ընդգծեց, որ այդ պայմանագրի մեջ պետք է ընդգրկվեն նաեւ Ադրբեջանը եւ Հայաստանը, ասելով, որ քանի որ մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը այդ երկու երկրների միջև, ապա չի բացառվում, որ հեռանկարում այդ պայմանագրի մեջ անդամ երկրների մեջ լինեն տեսնի նաև Հայաստանին եւ Ադրբեջանին։ Ինչ խոսք ասացի, որ ձևավորվում է նոր աշխարհակարգ, նույնիսկ ես կասեմ ավելի մեծ գլոբալ մարտահրավերներով, բայց ես պիտի ասեմ, որ այստեղ նաև մեկ հիմնական նպատակ կա Ռուսաստանի Դաշնության վերջնական մեկուսացումը տարածաշրջանից։ Որովհետև տեսեք, Իսրայելում Ռուսաստանի ազդեցությունը 0 է, բոլորս գիտենք 10 տարի առաջ փոխադարձ այցելություններ Իսրայելի վարչապետի Ռուսաստան նույն հակառակը տեսանք Պուտինի այցելություններ Արաբական Միացյալ Էմիրություն, Հորդանան, Թուրքիա,
Սիրիայի մասին այլևս չեմ խոսում, Եգիպտոս, դարձյալ այլ երկրներ, այլևս չեմ խոսում Հարավային Կովկասի երկրների մասին, եւ պիտի ասեմ, որ աստիճանաբար Ռուսաստանը այստեղ մեկուսանում է եւ եթե Պուտինը հույս ուներ, որ Միացյալ Նահանգների նոր վարչակարգը հանձինս նախագահ Պուտինի կարող է հանդես գալ որպես միջնորդ, հատկապես Ուկրաինա-Ռուսաստան այս բանակցություններում, սակայն տեսնում ենք, որ Թրամփը բավականին խիստ է տրամադրված եւ այն պեսիմիստ քաղաքագետները, որոնք ասում են, որ դեռևս Թրամփի օրը մթագնած է, չի երևում, ինչպես ասում են, թունելի վերջում լույսը, ես պիտի ասեմ, որ արդեն Թրամփը կարծում հաջորդ հարցերի ժամանակ ես կանդրադառնամ եւ այստեղ Ռուսաստանը փորձում է դարձյալ Թուրքիային նորից օգտագործել իր չեզոք կեցվածքով փորձում է նորից օգտագործել այս բանակցություններին որպես, ինչպես ասում են, peace mediator, միջնորդ, այսպես է։ Ռուսաստանի Կովկասից մեկուսացման մասն եք ասում, բայց տեսեք, գոնե Հայաստանի վրա ազդեցությունը զերո չէ։ Հիմա պատրաստվում են Սյունիքում հյուպատոսարան բացել։ Ինչ խոսք դուք ճիշտ եք, ոչ միայն Սյունիքի հյուպատոսարանը, այլ ես առաջանցնեմ, Ռուսաստանը այլ ելք չունի, քան նաև սադրում է ամեն օր Ադրբեջանին, Հայաստանի դեմ, ուրեմն ավելի ուժեղացնելու լարվածության առումով, ռազմական բախումների առումով, ինչ խոսք ես պիտի ասեմ, որ նաև այս օրերին տեղի ունեցած Թիֆլիսում ոչ կիրթ առումով մեր ինչ են ասում, բեռնատարները, որոնք բարձած են կոնյակով, այստեղ կա նաև ռուսական հետքպարտադիր, քանի որ ես ինքս կապի մեջ եմ նաև Հայաստան Հանրապետության կառավարության որոշ անդամների, կոմպետենտ անդամների հետ, ես գիտեմ, որ այստեղ չի բացառում ռուսական ձեռագրի արկայությունը տակից փորելու եւ այո, գալով ոչ միայն ռուսական հյուպատոսության բացումը Սյունիքում, այլ նաեւ արտգործնախարարի մակարդակով այս պետք է լինի եւ այլը։ Պիտի ասեմ, որ գնացքը գնացել է եւ մենք պիտի շատ զգուշ լինենք։ Մենք պիտի շատ զգուշ լինենք բոլոր առումներով։ Այդ զգուշավորության քայլերից մեկը կարելի է համարել այն, որ Նիկոլ Փաշինյանը ի վերջո մեկնեց Մոսկվա։ Ես ինքս նախորդ շաբաթ մի քանի կայքերի եւ մի քանի ընկերությունների հեռուստատեսությամբ հարցազրույցներ եմ տվել եւ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանին ոչ թե այլ ելք չէր մնում քան մեկնելը, այլ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա մեկնելը ես դրական եմ համարում։ Նախ երկու պահով, որ մենք մեր ընդդիմությունը օր առաջ վայնասուն կբարձրացներ, դա արգահատանք է մեր 300,000 զոհվածների շիրիմներին, դա չի գնահատում, դա եւս մի անգամ թուրքական ջրաղացին ջուր լցնել է։ Ես նկատում եմ վերջերս բայց կողմից էլ ասում են այնտեղ զորահանդես են ընդունելու, շարքում կանգնած է լինելու նաեւ մեր վարչապետը, բայց անցնելու այնտեղ ադրբեջանական ստորաբաժանում եւ այլն եւ այլն։ Երևակայական գործողությունները բերել մտցնել ռազմավարական գործընկերության դաշտ, ես այդքան էլ մի քիչ հակված չեմ դրան։ Դե տեսեք, ասենք փոխադարձ եթե չասեմ հայհոյանքներ համենայն դեպս սառը արտահայտություններ Լուկաշենկոյի հետ, սակայն Լուկաշենկոյի կողքին նստել, նույնը նաև ասենք ուրիշ բան որ չլինի Արցախի դատարկումը, Արցախի հայաթափումը եւ սպիտակ գենոցիդը տեղի է ունեցել միայն Ռուսաստանի Դաշնության գործուն աջակցությամբ օգուտ Ադրբեջանի։ Եվ մեկնումից ընդամենը օրեր առաջ էլ Հալեն Սիմոնյանը մեղադրում էր ռուսներին Հայաստանի հանդեպ, հիշում եք, հիբրիդային պատերազմ վարելու մեջ։ Հիբրիդային պատերազմները առայժմ շարունակվում է, Հալեն Սիմոնյանը ճիշտ է ասել միանշանակ եւ այդ հիբրիդային պատերազմների ներքին բովանդակության մեջ ռուսական ինգրեդիենտը բաղկացուցիչ տարը շատ է։ Լավ, նաև այսպիսի տեսակետ կար, դե մի մասը կողմ էր, որ չգնար վարչապետը, մյուս մասը կողմ էր, որ գնար, բայց եթե գնար վերադառնալ ինչ-որ շոշափելի արդյունքով, հա, ինչ-որ կարևոր բան բերեր Հայաստան։ Ինչ բերեց Նիկոլ Փաշինյանը այդ այցից հետո։ Համենայն դեպս ես չի ասի այդ ինչ մակարդակի լարվածության թուլացում էր,
Այն գլխից էլ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ գերատեսչությունները հայտարարել են, որ կոմպետենտ գերատեսչությունները հայտարարել են, որ Հայաստանը վարում է դիվերսիֆիկացված, տարբերակված, այլընտրանքային արտաքին քաղաքականություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյա տոնակատարությունների Մոսկվայում, ապա 1-2 օր անց Արադ Միրզոյանը Լյուքսեմբուրգում հանդիպել է եւ երկրի ղեկավարի հետ եւ Բրյուսելում այնուհետեւ կարծեմ 3 հանդիպել էր Կայա Կալասի հետ, Եվրոմիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձր ներկայացուցիչի հետ եւ դարձյալ ստորագրել են խաղաղության եւ անվտանգության համակարգերի հետ կապված մի շարք որոշումներ։ Դրան զուգահեռ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Պապիկյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության զինված ուժերի ղեկավարի հետ, այնուհետև Գերմանիայի Դաշնության պաշտպանության նախարարի հետ ստորագրել է մի շարք պայմանագրեր։ Ուզում եք ասել, մեր այդ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հաջող օրինակներ են սրանք։ Պարտադիր։ Ես ինչու համար քիչ առաջ դուք ասեցիք Աբրահամի համաձայնագրի հետ կապված, դուք նաև քաշ գիտեք, որ Թրամփի ժամանումը Մերձավոր Արևելք եւ Արաբական աշխարհ, ես նկատի ունեմ Սաուդի Արաբիայի առաջին մեծ շրջագայությունն է, առաջին մեծ շրջագայությունն է, ես նկատի ունեմ Սաուդի Արաբիայի եւ Կատար, դե տեսեք, 1.5 շուրջ 1.5 տրիլիոնի ներդրում Սաուդի Միացյալ Էմիրությունների կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսության մեջ Սաուդյան Արաբիայի հետ ավելի քան $600 միլիոն պայմանագիր տնտեսության, ռազմատեխնիկական ոլորտի, գազի խողովակների մեծ մատակարարման, այնուհետև ռազմական պայմանագիր պաշտպանական ոլորտի $160 միլիարդ, այնուհետև Կատարի կողմից ավելի քան 120 Boeing-ների գնում։ Սա մի պիտի ասեմ, եթե չասեմ հրաշք, ապա սա չտեսնված, չնախատեսված կամ աներևակայելի աստղաբաշխական գումարներով երկու երկրների միջև տնտեսության զարգացման լուրջ հեռանկար է նախատեսում, առավել ևս, որ Թրամփը նաև հասկանալով իր նախորդ սխալները, Ամերիկա ներմուծվող մաքսերը թեթևացրել է նաև Չինաստանի հետ կապված։ Եվ այստեղ է, որ այո, ես ողջունում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, որովհետև արդեն Ռուսաստանը կարծես թե ձևավորվում է Թրամփի իշխանության օրոք, կարծես թե ձևավորվում է միաբևեր, ուրեմն լուրջ ռազմավարություն հենց Թրամփի այցելությունը արաբական աշխարհ եւ նաեւ Աբրահամյան համաձայնագրի երկրների ցանկի ընդլայնումը։ Առավել ևս, որ Իրանի հետ էլ կարծեմ արդեն Թրամփը հայտարարել է, որ մոտ ենք համաձայնության, որովհետեւ Իրանը շատ ժամանակ չունելու այս բանը, բայց գիտեք, որ ստորագրվել է այդ պայմանագիրը, հատկապես չգիտեմ ինչ մակարդակով, այսպես է կոչում non-pro-life Ռեշան, չէ, միջուկային զենքի չտարազման, դա գիտեք դա ամենամեծ պայմանագիրն է։ Պարոն Սաֆարյան, ամեն դեպքում դեռ դա փաստ չէ, որ կստորագրվի, եւ Թրամփն է ասել եւ իրանական կողմը հավաստիացրել է, որ մոտ են կարծես պայմանագրի ստորագրմանը։ Ես ուզում եմ հարցնել այսպեսով Միացյալ Նահանգները իր կարևոր դաշնակցին Իսրայելին չի նեղացնի եւ մյուս կողմից արդյոք դրանով չէ պայմանավորված, որ Նեթանյահուի այդ նախատեսված հնգօրյա այցը Բաքու չեղարկվեց։ Այստեղ այլ խնդիր կա, չի բացառվում նաև սեպարատ բանակցությունները Ադրբեջան-Իրան, չի բացառվում նաև, եթե դուք ասում եք Թրամփի նեղացնելու, Նեթանյահուի նեղացնելու հետ կապված, ես պիտի ասեմ, որ միջպետական հարաբերություններում սա կարծեք եթե տեսանելի էլի, ապա բովանդակային առումով այդպիսի բան լինել չի կարող։ Առավել ևս, որ այսօր Թուրքիայի դերն է բավականին այսպես ասած նշանակալից դառնում, բոլորս գիտենք, որ Սիրիայի նոր կառավարության
ցանկությամբ ասեմ, հորդորով ասեմ, ստեղծվում է շուրջ 300,000-անոց նոր սիրիական բանակ, որտեղ ամենամեծ մասնակցությունը ունենալու է թուրքական, այսպես ասած, կամ պաշտպանական ռազմական գերատեսչությունը, դե գիտեք, դա ինքնին արդեն ՆԱՏՕ է։ Այնպես որ լուրջ զարգացումներ է սպասում եւ այս աշխարհաքաղաքական նոր ձևավորվող համակարգի մեջ սա միաբևեռ է եւ այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների ոչ միայն ազդեցությունը, այլ ներգործություն մասնակցությունը աներկբա է եւ այլընտրանքից դուրս։ Ես վերադառնալով զրույցի սկզբին այդ Աբրահամի համաձայնագրին Ստիվեն Ուիտկոֆը նաև հետևյալն էր ասել, ուզում եմ մեջբերել այդ նախադասությունը, մենք շատ մոտ ենք գտնվում հակամարտության վերջնական կարգավորմանը, խոսքը հայ-ադրբեջանական հակամարտության մասին, այստեղ տեսեք չի նշվում, մենք մոտ ենք գտնվում հակամարտության կարգավորմանը, հատուկ ընդգծված նշվում է շատ մոտ ենք գտնվում վերջնական կարգավորմանը, այսինքն ավելի ծանրակշիռ խոսույթ է այստեղ, չէ, բայց մյուս կողմից կարծես թե ինչ-որ բան չի ուշում այդ մասին, Ադրբեջանի գործողությունները, այս անընդհատ պավող լարվածությունը։ Հիմա սպասվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործոս նախարարների փոխադարձ այցելություններ Բաքու և Երևան, Բայրամովի այցը Երևան և Միրզոյանի այցը և հակառակը։ Բացի դրանից այստեղ ուրիշ բան է կատարվում։ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության, գործուն արտաքին քաղաքականության արդյունքում Հարավային Կովկասում, ինչու՞ չի նաև Եվրոմիության, հատկապես Ֆրանսիայի և Գերմանիայի, նաև Միացյալ Թագավորության ավելի ազդու քաղաքականության արդյունքում Հարավային Կովկասում արդեն հստակ երևում է, որ Ռուսաստանի Դաշնության գործիքակազմը կայուն խաղաղության հաստատման առումով տարածաշրջանում մեղմ ասած կառուցողական չէ, կոնստրուկտիվ չէ, ինչու։ Բոլորս գիտենք մի քանի տարվա ընթացքում այն սադրակները կամ այն զենքի մատակարարումը եւ այլը, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կողմից, որը մեղմ ասած ամենայն դեպս ռազմավարական գործընկերոջ հանդեպ մեղմ ասած անընդունելի է եւ սա թույլ է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներին ավելի ամրապնդելու եւ հզորացնելու տարածաշրջանում իր ազդեցությունը, որն էլ նաեւ կարող է ոչ միայն Ստիվեն Ուիտկոֆը, այնուհետեւ նաեւ կարող է դա ասել նաեւ ուրեմն որը պետք է նպաստի նաեւ կարող է նաեւ ասել հասկանալի է պետքարտուղարը, որ կարող են նաեւ նույնիսկ նրանք ոչ միայն ասել մենք մոտ ենք, այլ կարող են ասեն, որ մենք այսինչ օրը կարող ենք Ես նկատի ունեի, որ այդ ձեր թվարկածից բացի նորից Ադրբեջանը մեղադրում է հայկական կողմին նոր սապատեկատություն տարածում, երկու օր առաջ Խնածախի վրա նորից գրակոծներ են եղել, դա նաև նկատի ունեի, որ չի երևում որևէ տեսեք, այս սադրանքները, քանի դեռ չկա հստակ ստորագրված պայմանագիր եւ քաղաքական հռետորաբանության Ստոկվորդի բառամթերքի մեջ եւ տարբեր ձևաչափերում նաեւ սահմանային վեճեր լոկալ բնույթի չի բացառում է զինված լոկալ բնույթի եմ ես ասում շատ աննշան սա չի բացառվում բոլորս գիտենք որ Ադրբեջանի կառուցողական քաղաքականությունը միֆ է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար եւ վերջերս էլ ես պիտի ասեմ մի շատ վտանգավոր բան եմ ես նկատել սահմանազատման եւ սահմանանշման աշխատանքները կարծես թե փորձում է Ադրբեջանը տանել այն ուղիով եւ առայժմ իրեն հաջողվել է փորձում է տանել այն ուղիով որ ինքը փորձում է առավելագույնը փոկել Հայաստանի Հանրապետությունից Շնորհակալություն Պարոն Սաֆարյան, այսքանը հարգելի հեռուստատիտողներ, մեր հյուրն էր պատմաբան Գագիկ Սաֆարյանը։